Փախել են, ճողոպրել են ըստ Փաշինյանի արցախցիների կռվելու մասին պնդումները միֆ են։ Հարգելի լրագրողներ, առաջին հերթին շնորհակալ եմ ձեզ բոլորին այսօր այստեղ գտնվելու եւ լուսաբանելու համար։ Նախ կուզեի անդրադառնալ օրվա խորհրդին, միջև կներեք ձեր հարցին պատասխանելը 2016 թվականի ապրիլի 2-ին հայտնի քարորյա պատերազմն է տեղի ունեցել, հերթական ադրբեջանական ագրեսիան, որի ընթացքում ունեցել են կորուստներ, զոհեր, որոնց հիշատակը այսօր այցելելով Եռաբլուր մենք հարգեցինք։ Ինչ վերաբերում է ձեր հարցին, ճիշտն ասած բազմաթիվ անգամ առիթ եմ ունեցել նման զառանցանքներին պատասխանելու, ես առաջին հերթին կոչ կանեի մեր հասարակությանը, մեր զոհված նվիրյալների հարազատներին, այն անձանց, ովքեր ներդրում ունեն արցախյան գոյամարտի մեջ, չտրվել նման սադրանքների, որովհետև նման խոսույթները ունեն մեկ նպատակ՝ պառակտել եւ սերմանել մեր հասարակության մեջ անհանդուրժականություն իրար նկատմամբ, որը գլոբալ մեծ ծրագրի մի մասն է կազմում։ Ես ճիշտն ասած չէի ուզենա նման հարցերի անդրադառնալ, բայց հակիրճ կանդրադառնամ, ինչ վերաբերում է փախեցին, ճողոպրեցին, ուզում եմ նման խոսույթ տարածող անձանց հիշեցնել, որ ինձ թվում է խոսքը վերաբերում է վերջի ժամանակահատվածում այդ մետրոյում հայտնի Մետրոյում եւ դրանից հետո դեպքերում կառավարությունը հայտարարեց այդ մասին։ Այո, այդ փախածների հետ կապված Մեր իշխանություններին նկատի ունեն, ոչ թե ժողովրդին։ Ուրեմն եթե դա վերաբերում է 2020 թվականի ռազմական գործողությունների պատերազմին, ուզում եմ հիշեցնել նման խոսույթ իրականացնող անձանց, որ իրենք են եղել քաղաքական եւ դիվանագիտական առաջնագծում եւ հենց իրենց գործողությունների շնորհիվ է, որ այսօր արցախցիները հայտնվել են նման իրավիճակում եւ հայ ժողովուրդը կորցրել է Արցախը եւ օկուպացված է այսօր Հայաստանի Հանրապետության զգալի տարածքներ, Ադրբեջանը Հայաստանի մասին է խոսքը եւ այսօր Ադրբեջանը ներկայացնում է պահանջներ, որը Հայաստանի իշխանությունները ստիպված կատարում են։ Եվ մնացած գնահատականը ես թողում եմ մեր հասարակությանը։ Արցախ վերադարձի մասին խոսելիս ասում է դա պատերազմ է ուղիղ որոշակի։ Դուք Արցախ վերադարձ տեսնում եք եւ այդ հայտարարությանը պատասխանում եք։ Մենք միշտ ասել ենք, որ Հայաստանի անվտանգությունը մեր համար առաջնահերթություն է։ Իհարկե մենք այսօր հասկանում ենք նաեւ Հայաստանի Հանրապետության իրավիճակը, այն գործընթացները, որոնք տեղի են ունենում, եւ մենք փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի վնաս չհասցնենք Հայաստանի անվտանգությանը, այդ թվում նաեւ ինչ որ ռազմական գործողությունների վերսկսման առիթ չդառնանք։ Բայց մենք բարձրաձայնում ենք միջազգային իրավունքով նախատեսված մեր իրավունքները եւ փորձում ենք տարբեր հարթակներում մեր հետ վերադարձի իրավունքը պահել օրակարգում, որը դա նաեւ միջազգային իրավունքի հարց է։